Որովհետև կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ փրկվածներից համար Աստծո զորություն։ Բարձրաձայն բարբարող և ազդարարող փողը, նա, ով ելավ երրորդ երկինք և տեսավ անհասանելին և պատմեց անպատմելին, ով աստվածային խորհուրդների մեծ հազարապետն է և իմաստության գանձերի հավատարիմ տնտեսը, ընտրության անոթը և ճշմարտության քարոզիչը Պողոս առաքյալը, եկեղեցու մեջ բարձրաձայն հայտարարում է. կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ փրկվածներից համար Աստծո զորություն։ Այսինքն, Քրիստոսի չարչարանքներն ու խաչի մահը հիմարություն է թվում անհավատներին, իսկ մեզ հավատացյալներիս համար, որ խաչի չարչարանքներով փրկվեցինք, Աստծո զորությունն է և իմաստությունը։ Ինչպես հիվանդի համար առողջարար կերակուրը տաղտկալի և վնասակար է թվում, այնպես էլ անհավատ կամակորներին խաչի քարոզությունը։ Եվ ինչպես խելագարվածն անարգում է իր երախտավոր բժշկին և իրենից վանում, նույնպես և նրանք են խաչյալի մասին ասում. եթե կարողություն ուներ, ինչու չարչարանքների մեջ ընկավ, մեռավ և թաղվեց, և այն, որ ինքը չունի, քեզ ինչպես է շնորհում։ Այսպես են ասում հեթանոսները։ Նույնն են ասում և հրեաները. եթե Աստծո որդի ես, իջիր այդ խաչից և կհավատանք։ Այսպես էր ասում նաև կորստյան մատնված ավազակը։ Սրա վերաբերյալ ասենք, որ ավելի զորավոր է նա, ով մտնում է դժնդակ փորձության մեջ և ելնում, ինչպես վարարող գետի հորձանքների կամ ալեկոծ ծովի մեջ մտնողը, քան նա, ով անփորձ է մնում։ Քաջամարտիկը պատերազմելով է հաղթում, այլ ոչ թե մի կողմ կանգնելով։ Նույնպես և երեք մանուկները սքանչելի եղան հնոցի կրակների մեջ մտնելով ու չայրվելով, և ոչ թե, եթե մոտեցած անգամ չլինեին, իսկ Հովնան մարգարեն հռչակավոր եղավ գետի փորի մեջ մտնելով և կենդանի դուրս գալով, քան թե եթե նավին իսկ չմոտենար։ Նույնպես և մեր Տիրոջ և Փրկչի գերագույն հաղթությունը կայանում է նրանում, որ լինելով խաչին գամված, արձակում էր կապվածներին և մեռած մեռյալներին հարություններ տալիս, իր մահով խափանում մահը և գերեզման իջնելով մեզ երկինք բարձրացնում։ Նույնպես և քրտնելով, փշե պսակ կրելով, զինվորների թուքը հանդուրժելով, ոտքերը և ձեռքերը կապված, լեղին ճաշակելով, գլխի խոնարհմամբ, կողքի խոցվածքով և մնացյալ ամեն ինչով բուժում էր նախաստեղծների ախտերը։ Թեպետ և տկար է ասվում խաչը, բայց տես, որ ամենուրեք տկարության հակառակ գերազանցությամբ է ներգործում։ Ինչպես որ սկզբում իրար հակառակ տարրերով աշխարհը ստեղծեց, ծովը չնչին ավազով սանձեց և երկրի ծանրությունը ջրի թեթևությամբ վերցրեց, իսկ մեկ այլ դեպքում հակառակ գործելով, փոշիով կույրի աչքերը լուսավորեց։ Նաև Պողոսի քրտնքոտ թաշկինակով բուժվում էին բոլոր ախտերը, իսկ Պետրոսի ստվերով հիվանդները բուժվում էին, նաև նրանց զգեստներից մեռելները կենդանանում էին, և այս ամենը նրա համար, որպեսզի իմացվի, որ Աստծո զորությունը տկարության մեջ է ներգործում։ Այսպես և մեզ փրկվածներիս համար խաչը Աստծո զորությունն է, քանի որ խաչը հակառակության նշան է ըստ զորության, ըստ ներգործության, ըստ տեսքի և ըստ ձևի համաձայն հետևյալ խոսքի. սա շատերի անկման ու բարձրացման և շատերի համար էլ հակառակության նշան է։ Նախ ըստ զորության։ Խաչի նույն զորությունը հավատացյալների համար բարձրացում և արդարացում է, իսկ անհավատների համար անկում և գայթակղություն ըստ հետևյալ խոսքի. խաչի քարոզությունը կորստյան մատնվածների համար հիմարություն է, իսկ մեզ փրկվածներիս համար Աստծո զորություն։ Երկրորդ
ըստ ներգործության, որովհետև խաչը մարդկանց ցեղի համար փրկություն գործեց, իսկ դևերի գնդին կորստյան մատնեց ըստ հետևյալ խոսքի. իշխանություններին ու պետություններին զինաթափ արեց, հրապարակավ խայտարակ արեց։ Երորդ, ըստ տեսքի, որովհետև խաչը չարչարանքի և մահվան գործիք է, բայց կյանքն ու անմահությունը ծածկված են նրանում ըստ հետևյալ խոսքի. Քրիստոս պիտի նույն այդ չարչարանքները կրեր և այնպես մտներ իր փառքի մեջ։ Եվ եթե մենք իր չարչարանքներին կցորդ ենք, հաղորդակից ենք լինելու և փառքին։ Չորրորդ, ըստ ձևի, որովհետև խաչի չորս թևերը միմյանցից տարբեր ուղղություններով են ներգործում, այսինքն խաչի ներքևի պատվանդանը ավերում է դժոխքը, վերևի գլուխը դրախտի դուռն է բացում, աջ թևը մարդկային ցեղին շնորհներ է բաշխում, իսկ ձախը սաստում և պատուհաս է բերում դևերին։ Քրիստոսի խաչով մարդկանց համար այլ փրկություն ևս եղավ, ինչպես որ գրում է առաքյալը. քանզի ինչ է որ անհնարին էր օրենքի համար, որ տկարանում էր մարմնի պատճառով, Աստված հնարավոր դարձրեց, առաքեց իր որդուն մեղանչական մարմնի նմանությամբ և մեղքի համար, ու մարմնի մեջ դատապարտեց մեղքը։ Արդ վարդապետները ասում են, որ Աստվածորդու մարդանալով պատճառներից մեկը եղավ սատանայի հետևյալ չարախոսությունը. ես չեմ խաբում մարդկանց, այլ իրենք իրենց բնությամբ և կամքով են մեղանչում։ Նա այս խոսքերով նախ բնությունների արարչին էր մեղադրում, ապա և մեզ։ Եվ չկար մեկն իսկ անմեղ, որ սատանայի սուտը բացահայտեր, որի համար էլ Հայրն Աստված առաքեց իր միածին որդուն, և նա, սուրբ կույսից առնելով մարմին ու հոգի, մարդացավ ու մարմնով կրեց մարմնական կրքերը առանց մեղանչելու, իսկ հոգով հոգունը։ Եվ այսպիսով մեր բնությունը անմեղ պահելով մարդկանց փրկեց մեղքից և Աստծուն ջատագովելով ասաց, որ նա մեր բնությունը անմեղ է ստեղծել և սատանան է մեղքի պատճառը, որ խաբում է մարդկանց։ Այսպես մարդուն արդարացրեց և թշնամուն դատապարտեց։ Այնուհետև նա, ով մեր բնության անմեղությունը ի հայտ բերեց, եկավ կրելու խաչի չարչարանքները, նախ որպեսզի իր կամքով իր անմեղ մարմինը պատարակ մատուցի Հայր Աստծուն մարդկանց հետ հաշտության համար։ Երկրորդ, մենք պարտական էինք մահին և անեծքին, որովհետև մեղանչական ենք, իսկ նա անպարտը մեր փոխարեն մահն ու անեծքն իր վրա կրեց և մեզ ազատեց։ Երրորդ, մարդը, քանի դեռ հարության հույս չուներ, վախենում էր մահվանից և մեղադրում մահվան վճիռը կայացնողին, իսկ նա գալով կրեց իր սահմանած մահը, մեռավ ու հարություն առնելով մեզ հորդորեց մահվանից չվախենալ, որովհետև դրան հարությունն է հաջորդելու։ Չորրորդ, խաչով սատանային պարտավորեցրեց ասելով. դու ես մարդկային մեղքերի և մահվան պատճառը, ինչպես և ինձ անմեղիս դու խաչելու տվեցիր։ Եվ այսպիսով թշնամացավ հակառակորդի հետ և հոր առջև դատապարտեց սատանային մեղքերի մեջ, իսկ մարդկանց ետ դարձրեց դեպի արդարություն և կյանք, որի համար առաքյալն ասում է. դատապարտեց մեղքը իր մարմնի մեջ։ Եվ սա արեց զանազան ձևերով. նախ նրանով դատապարտեց, որ նա մեղք չգործեց և նրա բերանում նենգությունը տեղ չգտավ։ Երկրորդ դատապարտեց մեղքը, այսինքն նախահոր մեղքի պատիժը։ Քրտինքով դատապարտեց քրտինքը, փշով փուշը, անեծքով անեծքները և այլն։ Եվ սրանք իր վրա կրելով վերացրեց այնպես, ինչպես կրակը այրվելով վերացնում է մոմը։ Երրորդ դատապարտեց մեղքը, այսինքն մեղսասեր սատանային, ըստ այս խոսքի. հիմա է այս աշխարհի դատաստանը, հիմա է, որ այս աշխարհի իշխանը դուրս կնետվի։ Նաև Պողոսն է ասում.
Իշխանություններին ու պետություններին զինաթափ արեց, հրապարակավ խայտառակ արեց։ 4. Դատապարտեց մեղքը, այսինքն ավերեց դժոխքը, ըստ հետևյալ խոսքի. նախ կապեց հզորին, ապա միայն կողոպտեց նրա տունը, որը դժոխքն է, որովհետև այլևս հոգիները այնտեղ չպիտի գնան մինչև համընդհանուր հարության օրը, եւ ապա մեղավորները կրկին դժոխք կընկնեն։ 5. Դատապարտեց մեղքը, այսինքն մահը, իր մարմնի հարությամբ, որը եղավ ննջեցյալների առաջին պտուղը, եւ անդրանիկը մեռելների միջից, ըստ Պողոսի։ Սրա համար էլ ասվում է. ուր է մահ քո հաղթությունը, ուր է դժոխք քո խայթոցը, որովհետև ինչով դուք պարտադրում էիք մեզ մեռնել, այն նա իր սքանչելի հարությամբ վերացրեց։ Եվ սա երկու իմաստ ունի. նախ հոգու հարությունը եւ ապա մարմնի, որը զորությամբ եւ հույսով ունենք մեր մեջ, որ համընդհանուր հարության ժամանակ Քրիստոսի մարմնի նմանությամբ հարություն ենք առնելու մեռելներից։ Իսկ հոգիների հարությունը ներգործությամբ այժմ էլ ընդունում ենք, ըստ այն խոսքի, որ ասում է Եբրայեցիներին. դուք, որ երբեմն մեռած էիք ձեր մեղքերի եւ հանցանքների մեջ, Քրիստոսով կենդանության կոչվեցիք, որի համար ասում է. Աստված իր որդուն ուղարկեց մեղանչական մարմնի նմանությամբ։ Նմանությունն այն է, որն ունի եւ նույնություն, եւ տարբերություն։ Այստեղից էլ Քրիստոսի համար, երբ ասվում է, որ մարմին եղավ ըստ մեղանչական մարմնի նմանության, նախ նշանակում է, որ ունի նույն մեր մարմնից բանական հոգով, իսկ տարբերությունն այն է, որ Աստված էր մարմնացած եւ մարդ էր, եւ ով կարող է ճանաչել նրան, քանի որ նրան իր կնիքով հաստատել է Հայրը, Աստված, այսինքն վկայեց, որ Աստված է։ 2. Նույնն է, ըստ մեղանչական մարմնի նմանության արգանդում հղանալու 9-ամսյա ժուժկալության եւ երկրային ծննդյան պատճառով։ Իսկ տարբեր էր, քանի որ նրա հղությունը անսերմ էր եւ ծնունդը անապական, ըստ հետևյալ խոսքի, որովհետև նրանից ծնվածը Սուրբ Հոգուց է։ 3. Որովհետև նույն մարմինն էր Ադամի զանգվածից, որդի Աբրահամի եւ որդի Դավթի, եւ տարբերվում էր նրանով, որ նրա մարմինը անապական էր, որովհետև սկիզբ առնելով որպես մարդ, ապականացու սերմից չէր, այլ Սուրբ Կույսի մաքրված արյունից, որի համար մարգարեն ասում է. քո Սուրբին ապականություն տեսնել չես տա։ 4. Անապականն էր մեղանչական մարմնի նմանությամբ, եւ բացի դրանից նա մեղք չգործեց, եւ նրա բերանում նենգությունը տեղ չգտավ։ 5. Որովհետև նույնն էր անպարսավելի կրքերի առումով, այսինքն քաղցելու, ծարավելու, հոգնելու, սակայն տարբեր էր, քանի որ կամովի էր կրում եւ ոչ թե բնության հարկադրանքով, ըստ այն խոսքի, թե եւ 40 օր եւ 40 գիշեր ծոմ պահեց, ապա քաղց զգաց։ 6. Նույնն էր մեղանչական մարմնի նմանությամբ, ըստ Առաքյալի խոսքի, անմեղը մեզ համար մեղավոր եղավ, այսինքն մեղքերի պատիժն ընդունեց եւ մեր համար անեծք եղավ։ Եվ սրանով հանդերձ տարբերվում է, որովհետև ոչ թե իր հանցանքների համար, այլ մեր համար կրեց, ըստ Եսայի մարգարեի խոսքի. նա խոցվեց մեր մեղքերի համար եւ մեր անօրենությունների համար դատապարտվեց, դարձյալ մահվան մատնվեց մեր հանցանքների համար։ 7. Որովհետև կրեց չարչարանքների կսկիծը եւ մեր նման ճշմարտապես մահացավ, սակայն տարբերվում է նրանով, որ չարչարանքների մեջ անչարչարելի էր իր աստվածությամբ եւ մահանալով անմահ էր եւ կենդանի նույն ինքը իր մարմնով, որը հայտնի է նրանից, որ կողից արյուն եւ ջուր բխեց։ 8.
Նման էր մեզ իր տեսքով խաչին գանված ժամանակ ըստ Եսայի մարգարեի խոսքի։ Նայեցինք մենք նրան, բայց նա ոչ տեսք ուներ, ոչ էլ գեղեցկություն։ Նրա տեսքն ավելի անարգ էր ու նսեմ, քան բոլոր մարդկանց որդիներինը։ Եվ դրանով հանդերձ տարբերվում էր նրանով, որ յուրաքանչյուր մարդու մահը միայն իր համար է փրկություն, իսկ նրա մահը ամբողջ աշխարհի համար փրկություն ու գին եղավ, ինչպես Պետրոսն է ասում, ապականացու արծաթեղենով եւ ոսկեղենով չէ, որ փրկվեցինք, այլ թանկագին արյամբ Քրիստոսի։ 9. Նույնն էր հոգով դժոխք իջնելիս, ինչպես Ադամից հետո բոլոր մահացածները ըստ առաքյալի խոսքի։ Թագավորեց մահը Ադամից մինչև Մովսես նույնիսկ նրանց վրա, ովքեր Ադամի հանցանքների նման հանցանք չգործեցին։ Եվ տարբերվում է նրանով, որ նրա հոգին չմնաց դժոխքում ըստ Պողոս առաքյալի խոսքի, այլ ավերեց դժոխքը եւ ելավ բարձունքները ու գերեց գերիներին։ 10. Նույնն էր գերեզմանում թաղվելով, ինչպես բոլոր մարմինները, եւ տարբերվում էր նրանով, որ ինքնիշխան զորությամբ արագորեն հարություն առավ ըստ հետևյալ խոսքի. Իշխանություն ունեմ անձս տալու եւ իշխանություն ունեմ վերստին այն առնելու։ Իսկ թե Քրիստոսի խաչով քանի տեսակի փրկություն եղավ, այդ մասին վարդապետների խոսքերից իմանում ենք, որ տեսակները հիմնականում 6-ն են։ Նախ մեղքերից փրկեց եւ կոչվեց փրկիչ, որովհետեւ նա փրկեց իր ժողովրդին։ Երկրորդ, փրկեց օրենքի ծառայությունից եւ անեծքից, իսկ երբ ժամանակը իր լռումին հասավ, Աստված իր որդուն ուղարկեց աշխարհ, որը ծնվեց կնոջից եւ մտավ օրենքի տակ, փրկելու համար նրանց, ովքեր օրենքի տակ էին։ Ասվում է նաեւ. Քրիստոս մեզ վերստին գնեց օրենքի անեծքից, անեծք դառնալով մեզ համար։ Երրորդ, մեզ փրկեց սատանայի ձեռքի տակ ծառայելուց ըստ հետևյալ խոսքի. նա փրկեց մեզ խավարի իշխանությունից եւ մեզ փոխադրեց արքայությունն իր սիրելի որդու։ Չորրորդ, փրկեց մահվանից ըստ այն խոսքի, թե եղավ ննջեցյալների առաջին պտուղը եւ անդրանիկը մեռյալների միջից։ Եվ դարձյալ ասում է. նորոգելու է մեր խոնար մարմինը, որպեսզի այն կերպարանակից լինի իր փառավոր մարմնին։ 5. Հոգիները փրկեց դժոխքի բանտից, ինչպես առաքյալն է ասում. ելավ բարձունքը, գերեց գերությունը եւ մարդկանց պարգևներ տվեց։ Դարձյալ նախ կկապի հզորին եւ ապա միայն կկողոպտի նրա տունը։ 6. Փրկեց մեզ կռամոլ դիվապաշտությունից եւ դարձրեց դեպի Աստված պաշտությունը ըստ այն խոսքի, որ ասաց հարությունից հետո. գնացեք, աշակերտ դարձրեք բոլոր ազգերին, նրանց մկրտեցեք Հոր եւ Որդու եւ Սուրբ Հոգու անունով։ Այսպիսով Քրիստոսի խաչը մեզ հավատացյալներիս համար եղավ զորություն եւ փրկություն, ինչպես ասում է առաքյալը, որովհետև կորստյան մատնվածների համար խաչի քարոզությունը հիմարություն է, իսկ մեզ փրկվածներիս համար Աստծո զորություն։